Զարմանալի աշուղը, հեղինակներ Գրիմ եղբայրներ, թարգմանությունը Հովհաննես Թումանյանի։ Մի աշուղ է լինում, օրերից մի օր էս աշուղը մենակ վեր է կենում գնում անտառը, անտառում դես է մտածում, դեն է մտածում, մինչև որ մտածելու բանը հատնում է, ասում է, ինչ երկար ու ձանձրալի է ժամանակը էստեղ, պետք է մի լավ ընկեր գտնեմ ինձ համար, ասում է, ջութակն ուսից վեր է բերում ու նվագում, ջութակի ձենը հնչում է անտառում, էս ձենի վրա անտառի խորքից վազեվազ դուրս է գալիս մի գել, աղ գել, հառաչում է աշուղը, բայց ես սրան չէի ուզում, ես գիլի հետ ինչ անեմ, իսկ գելը մոտ է գալիս ու սկսում է խոսել, էդ ինչ լավ ես նվագում, վարպետ, ինչ կլինի ինձ էլ սովորեցնես, սրա սովորեցնելն ինչ բան է, որ, պատասխանում է աշուղը, կսովորեցնեմ, միայն թե ինչ որ ասեմ պետք է լսես, աչքիս վրա, խոսք է տալիս գելը, էնպես կլսեմ, ինչպես աշակերտը վարպետին կլսի, դե որ էդպես է հետևիցս արի, գնում, տեսնում են ճանապարհին մի պառավ կաղնի, մեջը փուչ, ինքը ճղված, դե հիմի լսիր, տես ինչ եմ ասում, դառնում է աշուղը գիլին, եթե ճշմարիտ սրտով ուզում ես նվագել սովորել, ամենից առաջ պետք է առջևի թաթերդ էս ծառի ճեղքումը դնես, գելը լսում է վարպետին, առջևի թաթերը դնում է ծառի ճեղքում, վարպետը ձեռաց կողքի մեծ քարը վերցնում է, էնպես ուժով զարկում աշակերտի ջուխտ թաթերին ու էնպես խորը մխում ծառի ճեղքի մեջ, որ խեղճը տեղնուտեղը նստում է ու մնում գերի էն ծառին, էստեղ կաց, մինչև մին էլ ետ գամ, ասում է վարպետն ու գնում, մի քիչ որ գնում է, դարձյալ սկսում է ինքն իրեն հետ խոսել, ով ինչ երկար ու ձանձրալի է ժամանակն էստեղ, պետք է մի լավ ընկեր գտնեմ ինձ համար, ասում է ջութակն ուսից վեր է բերում, մին էլ տեսնում է ծառերի արանքից դուրս եկավ աղվեսը, հիմի էլ աղվես է, բայց ես սրան էլ չեմ ուզում, աղվեսի հետ ինչ անեմ, հառաչում է աշուղը, իսկ աղվեսը գալիս է առաջը կտրում, էդ ինչ լավ ես նվագում վարպետ, ինչ կլինի ինձ էլ սովորեցնես, ինչու չէ, կսովորեցնեմ, պատասխանում է աշուղը, միայն թե ինչ որ ասում եմ պետք է լսես, աչքիս վրա խոսք է տալիս աղվեսը, էնպես լսեմ, ինչպես աշակերտը վարպետին կլսի, դե որ էդպես է, ետևիցս արի, աղվեսն ուրախ ընկնում է վարպետի ետևից ու գնում են, մտնում են մի նեղ կածան, երկու կողմից բարձր թփեր, վարպետն էստեղ կանգ է առնում, ճամփի մի կողմից մի փոքրիկ ընկույզի ծառի ծեր է կռացնում դեպի գետնին և ոտը դնում վրան, մյուս կողմից էլ մի ուրիշ ծառ ու կանչում է աղվեսին, հապա դե եկ սիրելիս, եթե ուզում ես բան սովորես, դեսը բեր առջևի ձախ թաթդ, աղվեսը լսում է, թաթը մեկնում է, վարպետը բռնում է կապում ձախ ծառի կատարին, դե հիմի էլ աջը բեր, աջն էլ կապում է աջ ծառի կատարին, հետո մտիկ է անում, ամուր կապված են թե չէ ու բաց է թողնում ծառերի կատարները, ծառերը ետ են գնում, վերև են թռցնում աղվեսին ու սկսում են ճոճել օդի մեջ, էստեղ կաց, մինչև մին էլ ետ կգամ, ասում է վարպետն ու շարունակում իր ճանապարհը, մի քիչ որ անց է կենում, նորից սկսում է ինքն իրեն հետ խոսել, ինչ երկար ու ձանձրալի է ժամանակն էստեղ, պետք է մի լավ ընկեր գտնեմ ինձ համար, ասում է, ջութակն ուսից վեր բերում ու նվագում, ոստվոստալով առաջ է ելնում մի նապաստակ, համեցեք, հիմի էլ նապաստակը, բայց ես սրան էլ չեմ ուզում, ես նապաստակի հետ ինչ անեմ, հառաչում է աշուղը, իսկ նապաստակը մոտ է գալի, էդ ինչ լավ ես նվագում վարպետ, ինչ կլինի ինձ էլ սովորեցնես, ինչու չէ, կարելի է և հեշտ էլ կսովորես,
միայն թե ինչ որ ասեմ պետք է լսես։ Աչքիս վրա, խոսք է տալիս նապաստակը, այնպես լսեմ, ինչպես աշակերտը վարպետին կլսի, դե որ այդպես է ետևիցս արի։ Գնում են գնում, դուրս են գալիս անտառի մեջ մի բացատ, բացատի մեջտեղը կանգնած է լինում մի բարդի, վարպետը մի թոկ է հանում, թոկի մի ծերը ծառից կապում, մյուս ծերը նապաստակի վզից ու կանչում է, հապա իմ խլուշիկ, դե մի 20 անգամ էս ծառի բոլորքով պտու տարի, տեսնեմ քո ճարպկությունը։ Նապաստակը լսում է, 20 անգամ պտուտ է գալի ծառի բոլորքով, թոկը փաթաթվում է ծառին, խեղճը մնում է ծառին կապված, ու քանի ձիգ է տալիս, քաշում, քաշքշում, այնքան թոկը վիզը կտրում է։ Էստեղ կաց, մինչև մին էլ ետ կգամ, ասում է վարպետն ու իր ճամփեն շարունակում։ Վարպետի գնալուցը ետը դես է ձիգ տալի, դեն է ձիգ տալի գելը, քարն է կրծում, ծառն է կրծում, այնքան անում է, մինչև թաթերը հանում է երկու կաղնու ճեղքերից։ Հանում է ու թե 4 ոտնն ուներ, 4-ն էլ փոխ է առնում, կատաղած, գազազած ընկնում է վարպետի ետևից, որ հասնի պատառ անի, օդում ճոճվող աղվես է հեռվից Ազատ Գիլին տեսնում է, թե չէ, սկսում է լաց լինելու աղաղակել. Գել աղբեր, հասիր, օգնիր ինձ, էն վարպետը ինձ խաբեց։ Գելը հասնում է, ծառը կռացնում, թոկերը կրծոտում, կտրտում, աղվեսին ազատում ու երկուսով միասին ընկնում են վարպետի ետևից, որ իրենց վրեժը հանեն, գնում, ճամփին պատահում են ծառին փաթաթված նապաստակին, սրան էլ էստեղ են ազատում ու երեքով միասին լարվում են ընդհանուր թշնամու վարպետի ետևից, վարպետը շարունակում է իր ճանապարհը անտառում, մի անգամ էլ է նվագում ու այս անգամ բախտը բանում է, ջութակի ձենը լսում է մի աղքատ փայտահատ, գործը թողնում է, կացինը դնում է կռնակին, գալիս կանգնում է երգը լսելու։ Վերջապես եկավ իմ ընկերը, բացականչում է վարպետը, ես մարդ էի որոնում, ոչ թե վայրի գազաններ, ու սկսում է այնքան սրտառուչ, այնքան հրաշալի նվագել, որ փայտահատը զմայլվում է, սիրտը կրծքում ուրախությունից խաղս է լինում։ Հենց այս ժամանակ վրա են հասնում գելը, աղվեսն ու նապաստակը։ Փայտահատը նկատում է, որ նրանց մտքում չար բան կա վարպետի դեմ, իսկույն առաջ է անցնում, բարձրացնում իր սուր կացինն ու ասում. ով սրա վրա գա, իմացած կենա, որ ինձ հետ է գործ ունենալու։ Գազանները էս որ տեսնում են, սարսափում են ու պուկ ետ փախչում դեպի անտառի խորքերը։ Վարպետը փայտահատին շնորհակալություն անելու համար մի երգ է նվագում ու գնում է հասնում իր տունը, ջութակը պատին կախում ու պառկում։ Գիշերը գալիս է, ուզում է քնիքունը չի տանում, շարունակ գելը, աղվեսն ու նապաստակը մտքի մեջ էին։ Մին էլ հանկարծ գիշերվա մի ժամանակը, հենց լուսամուտի տակին գելն ու աղվեսը սկսում են ձենձենի տալ ու ոռնալ, իսկ նապաստակը նրանց ետևից ծվծվում է։ Ճըզ, քաջ վարպետ, էն ինչ արիր դու մեզ հետ, մեզ տանջել էիր ուզում դուն, տանջվիր հիմի դե ձարթուն, մինչև լուսը մենք էսպես հանգիստ քուն չենք տալու քեզ, ճըզ, քաջ վարպետ, էն ինչ արիր դու մեզ հետ, երգում են անասունները, ջութակն էլ պատի վրիցն է սկսում իրեն նվագել նրանց հետ ու էնպես աղեկտուր, էնպես ողբալի, որ խեղճ վարպետը չի իմանում ուր կորչի էն երգի ու երաժշտության ձենից, ամբողջ գիշերը չի կարողանում աչքը կպցնի, տանջվում է ու տանջվում։ Ծերերն ասում են, իբրև թե վարպետը էն օրվանից ետը, ինչքան ապրեց աշխարհքում, ամեն գիշեր նրա լուսամուտի տակ հնչում էր էս տխուր սրտաճմլիկ երգը. Ճըզ, քաջ վարպետ, էն ինչ արիր դու մեզ հետ, ու ջութակը ողբում է հետը, ամեն գիշեր, մինչև լուսը, մինչև իր մահը։ Ահա և ստեղծագործությունն ավարտվեց։ Այս ստեղծագործությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է լինել բարի բոլորի նկատմամբ, և մարդկանց, և կենդանիների, որովհետև կենդանիների նկատմամբ չար ու անողոք վերաբերմունք ցուցաբերողները
կարող են պատժվել։ Իսկ եթե հավանեցիք այս տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր ու հետաքրքիր պատմություններ լսելու հնարավորություն ունենաք։